Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր հիմնադրամի այդ նվիրատուների մասով հարց հնչեց, բայց չասացիք, մի մասը գաղտնի է պահում նվիրատուների, մի մասի անունները հայտնի են եւ երբ որ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք հայտնի անուններ, ունենք Սամվել Ալեքսանյանը, Սասի Արտակը, մյուսներ, այն բոլոր հնչեղ անունները, որ նախկիներում կան եւ ձեր կողմից էլ ձեր ամուսնու կողմից թիրախավորում են որպես լրագրող ու պատգամավոր, այսօր այսպես ասած մուծվում են ձեր հիմնադրամին։ Սա ինչպես է նախ տեղի ունենում, դա չասենք մուծվում են, ասում են, չգիտեմ, գումարներ են փոխանցում, հիշում եք, ներողություն եմ խնդրում, հարցը խնդրում եմ հիշում եք, որ ես 1 տարի կամ տարի ու կես առաջ հրավեր ուղարկեցի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, հրավիրեցի գալ եւ քննարկել իրար հետ քննարկել, թե ինչպես մեր միջավայրը փոխենք, ինչպես անենք միասին, որովհետեւ ի վերջո լրատվամիջոցներն են ստեղծում այդ միջավայրը եւ ավելի բարեկիրթ դարձնենք, ավելի բարի դարձնենք, ավելի հանդուրժող դարձնենք, դա կրթվել է նորաձևի շարժմաշրջանակում էր եւ բոլորը մերժեցին այդ հրավերը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ լրագրողը հարցը ձևակերպում է, ասելով մուծվում է, դա ստեղծում է միջավայր, դա ստեղծում է նեգատիվ միջավայր բոլորիս համար, ոչ միայն իմ համար, բոլորիս, ընթերցողի, քաղաքացու, բոլորի համար եւ այս միջավայրը, որը մենք բոլորս ապրում ենք, որևէ մեկին հաճելի չէ։ Իմ հրավերը համարեք ուժի մեջ եւ անժամկետ հրավեր է բոլոր լրատվամիջոցներին քննարկելու, կարող ենք արդյոք մենք մեր միջավայրում խոսքի մշակույթը փոխել։ Բոլորս միասին կարող ենք դա անել։ Ես ասում եմ, հիշեցնում եմ իմ հրավերը եւ ասում եմ անժամկետ հրավեր է եւ ուժի մեջ։ Կարող եմ ավարտել հարցս։ Նեգատիվով ավարտեմ, հետո բացատրեմ ինչու եմ այդ ոճով հարցս տալիս, հետո դուք գնահատեք շատ լավ։ Երբ որ մուծվում են, այսպես ասած, ձեզ մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին են մուծվում, հիմա Աննային են մուծվում։ Այսինքն ասում են մեր օրյա նոր Հայաստանի Սաշիկն է դարձել Հակոբյանը։ Հիմա ասեմ ինչու եմ այդ ոճով ասել, ներողություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր այդ սովորեցնում։ Այդ ոճը ինչ եմ սովորեցնում։ Ես հասկանում եմ, որ ինչ որ Սաշիկը, Միշիկը մնացածը անուններ սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Իմ համար դա անարժեք է եւ այս հարցով ուղղակի իմ արժանապատվությանը ուղղակի ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ ես ուղիղ եմ ասում եմ այն ինչ որ ես զգում եմ։ Այս հարցը առաջի բարից մինչև վերջի բառը նվաստացնում է իմ ինքնասիրությունը, ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Եվ ես հարկ չեմ համարում բացատրել պատասխանել այդ հարցին, նույնիսկ երբ որ տարբերություն։ Նիկոլ Փաշինյանը չէ այդ խոսքը մտցրել դաշտին, ինքն է չէ, այդպես ելույթների մասին ասեցի, հրավեր եմ անում բոլոր խոսույթների մասին քննարկենք նաև Փաշինյանի բոլոր մեր միջավայրի մասին եմ խոսում։ Մենք իրեն ենք հողում տալիս, չէ՞ որ ասում ենք Սաշիկ, Միշիկ, մնացած համարենք, որ իմ հրավերը առնվազն Վահեի կողմից մերժված է։ Տիկին Հակոբյան, իսկ ինչ թվային տվյալներ